Հեսա սուրճը խմում եմ ու շարժարենք։ Բարի լույս հարազատներ, ողջույններս բոլորիդ, շնորհակալ եմ բոլորից հետ, որ ալիքի հետ եք, ես բացակայում եմ, հասկանում եմ, գիտեմ, ալիքս ակտիվ չեմ պահում, ինձ կներեք դրա համար իհարկե, չեմ հասցնում, ինչ արած, չեմ հասցնում, բայց սա ժամանակավոր բնույթ է կրում, այնց որ չհիասթափվեք, ինձնից խնդրում եմ, ակտիվացնելու եմ ալիքը շատ շուտով հետարքիր բաներ ենք ունենալու, վիդեոներ ենք ունենալու, այնց որ նախապես շնորհակալ եմ ձեզ ալիքի հետ մնալու համար։ Շաբաթ օրը առավոտ ժամը 7:30 տեսակ ես նոր դուրս եմ գալի տանից, գնում եմ այսօր բավականին հեռու եմ գնալու, մոտ մի 320 մայլի չափ գնում ենք քաղաք, որը կոչվում է Տրեյսի, չգիտեմ ովքեր են ծանոթ այդ քաղաքին, իմ համար բացահայտում էր այդ քաղաքը ու ինչպես լիքը ուրիշ քաղաքներ, որ ես նույնիսկ չել ենթադրում, որ գոյություն ունեն, բայց կան շատ հրաշալի վայրեր, շատ հրաշալի տեղեր, որ ես ուղղակի ճիշտ է ճանապարհը հոգնեցուցիչ է, երկար եմ գնում, բայց ասենք տեղ հասնելուն պես ուղղակի հաճույք եմ ստանում այնտեղ գտնվելով։ Մի խոսքով գնում ենք ճանապարհ, մի քանի ժամ, ավելի կոնկրետ 4.5 ժամ այս պահին ցույց է տալիս, նապաստակը վազեց, չհասցրեցինք նկարենք, այստեղ մեր մոտ այդ կողմից բնությունը լավ է, լատրասենտայի հատվածում։ Հիմնականում ներքև ստեղ արենք տեսնում ես կայոտներ, նապաստակներ, ռաքուն եւ այլն, ասես կենդանիներ շատ են լինում, բայց մի քիչ վերև ավելի հետարքիր բնություն կա, ու ինչպես նաև բոլոր այն տեղերը, որտեղ ես գնում եմ, հրաշալի բնություն, տարբեր կենդանիներ գեղեցիկ, այնց որ գնացինք տեսնենք այսօր մեզ ինչ է սպասվում։ Մի քանի բան կուզենայի սկզբում ձեզ կիսվել, ձեզ ասել, տեղեկացնել, ուրեմն առաջինը Uber-ից պահով, ովքեր վաղուց են հետևում իմ ալիքին, գիտեն, որ իմ Uber-ի account-ը փակել է Uber-ը, պատճառը բանելով, որ կա դուպլիկատ կրկնակի account կա, դրա համար ինձ անջատել են, account-ս փակել են, եւ ես դիմել եմ մի կազմակերպության, որը զբաղվում է այդպիսի հարցերով, ու նրանք հիմա Uber-ի հետ այդ բանակցությունների մեջ են, ես դիմել եմ անցած տարվա հոկտեմբերից, մի քանի օր առաջ ընդհանրապես ստացա նամակ, որ ամսի 26-ին ավելի կոնկրետ հանդիպում ա եղել, ու ինչպես իրենք են ինձ տեղեկացնում, Uber-ի եւ այդ կազմակերպության միջև, Uber-ը ինչ-որ հերքում ա չուզում միացնի, ասում ա կան անհերքելի փաստեր, որ ես իբր ունեմ կրկնակի account, աշխատել եմ ուրիշի անվան տակ, ինձ այդ կազմակերպությունը նամակ ուղարկեց հարցնելով, արդյոք ես պատրաստ եմ թուղթ ստորագրել, որ ոչ մի ուրիշ account ես չեմ ունեցել, եթե ուրիշ account էլ կա, դա իմ ինչ-որ նպատակով բացված account չի, ես ուրիշի անվան տակ գումար չեմ աշխատել, ծայրահեղ դեպքում դա կարող է լինել ինչ-որ սխալմունք կամ ինչ-որ ուրիշ այլ մեկի կողմից արած կեղծարարություն, որի հետ ես կապ չունեմ։ Իհարկե ես համաձայնվեցի, որ պատրաստ եմ իհարկե ստորագրեմ։ Հիմա սպասում եմ իրենց լուրի, որպեսզի տեսնենք ինչ ենք անում, որտեղ այդ թուղթը ոնց որ ասացին, կարիք լինելու դեպքում պատրաստ է ստորագրել, ասի իհարկե պատրաստ եմ։ Ու հիմա սպասում եմ իրանցից լուրի, ասեցին մի քանի օրվա ընթացքում իբր թե լուր կտան ինձ, թե ինչ
process-ի մեջ է գտնվում իմ գործերը։ Մի խոսքով տեսնենք ինչ կլինի։ Հիմա մի քիչ ոնց որ թե տղերքի հետ ես կապի մեջ եմ իհարկե։ Չեմ կարող ասեմ անցած տարվա նման հիանալի վիճական ու այդ իրենց պատմելով։ Նկատի ունեմ Uber-ի գործը եւ այլն, բայց ասում են, որ էլի թեթև շարժ կա, գործ կա։ Ցանկալի էր, որ ունենայի account-ս բաց, իհարկե, չնայած նրան, որ չեմ հասցնում ես աշխատել, չեմ էլ կարա բացել լինի, չեմ կարա, բայց դա իհարկե կապ չունի, պետք է նենց անել, որպեսզի account-ս բացվի, որտեվ նախ առաջին ես ոչինչ չեմ արել, որպեսզի իմ account-ը փակ լինի, երկրորդն էլ ինչի չլինի, որ ասած save օրվա, այսպես ասած, հիմա եթե ես վաղը միսօր բան չունեմ անելու, իհարկե լավ կլինի, որ դա լինի, որպես ես կարողանամ նորից աշխատել, մենակ լիֆտով ես չեմ կարողանում աշխատել, չգիտեմ կան մեր ծանոթներից, ընկերներից, մեր հայրենակիցներից նույնիսկ որ ծանոթ չեն, կան գրում են, որ իրենք են լիֆտով աշխատում կամ իրենց ծանոթները միայն լիֆտով աշխատում են ու բավականին գոհ են։ Ես փորձեցի համենայն դեպս, քանի դեռ commercial insurance-ս կար, այդ ամեն ինչը կար, ես փորձեցի աշխատեմ բավականին երկար ժամանակ, սակայն իմ մոտ չստացվեց։ Հիմա չգիտեմ, դա իմ հետ կապ ունի, account-ի հետ կապ ունի, չգիտեմ ինչի հետ կապ ունի, կամ վատ ժամանակ էր, գործ չկար, համենայն դեպս իմ մոտ չստացվեց ու ես ազնիվ լինեմ, իհարկե չէի կարողանա այդ ամեն ինչի տակից դուրս գալ, որ ասած անվճարեմ commercial insurance, համ այդ ամեն ինչը պահեմ ու համ էլ լիֆտով ինչ-որ comfort ու Excel քշեմ։ Դրա համար ովքեր տեղյակ են, ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ commercial insurance-ս cancel եմ արել, հիմա մեքենայից վրա իմ անձնական insurance-ն է, եթե նույնիսկ չնայած չեմ էլ ունեցել ժամանակ, որ աշխատեմ, եթե նույնիսկ աշխատեմ էլ պետք է իմ անձնական insurance-ը, որպես անձնական մեքենա լիֆտի մեջ քշեմ, ոչ թե որպես commercial, ինչը որ չգիտեմ ինչքանով ձեռք կտա, չեմ փորձել անկեղծ ասած, ավելի ճիշտ փորձել եմ մի քանի օր միջև այս գործին անցնելը, մի քանի օր փորձեցի, բայց ինչ-որ իմ մոտ չստացվեց, չգիտեմ։ Այդ լիֆտի Uber-ի հետ կապված, ասի ձեզ տեղեկացնեմ, որպես իմանաք, որտեվ շատ մեր ընկերներ հարցնում են, ինչ եղավ Uber-ը ինչ process-ի մեջ ես, վերջի վերջո ալիքի անունն է Uberology, որ ենթադրում է, որպեսզի որ ինքան անմիջական կապ ունի Uber-ի այդ աշխատանքի այդ ամեն ինչի հետ։ Խոսքով տեսնենք ինչ կլինի այդ մասով։ Մնացածը էլի մտքեր ունեի, որ ուզում եի ձեր հետ կիսվեի, բայց հիմա այս բան չեմ հիշում, անկեղծ կասում չեմ հիշում։ Ընթացքում դե ինչպես նշեցի 4 ժամվա ճանապարհ ունենք, ընթացքում հաստատ կհիշեմ ու այդ մասին արդեն կխոսանք ճանապարհին։ Դե գնացինք։ Դուս եկա մի պահ կանգնեցի մի հատ ոնց որ ասած թեթև բրեյքի, մի հատ սուրճ խմեմ, տեսակ մտա սուրճը վերցրեցի, բայց մեքենայի մեջ ես չես պատկերացնում, ինձ թվում էր ասենք դե արև է, հեսա տակ կլինի, ահա որ քամի ու ցուրտ է, ոնց որ ստեղի համար ձմեռ լինի, էլի, չգիտեմ էլ նույնիսկ ինչ է կոչվում էս տարածքը, մի խոսքով Bakersfield չհասած այդտեղ մի հատ բան կա, ոնց որ ասած
բրեյքի տեղ կա, էլի, որ դուս ես գալի բենզին լցնես, չգիտեմ, սուրճ, բան սենց։ Հա, մա դուս եկա մի հատ վրա սուրճ խմեմ ու շարժվենք։ Մեքենաս վերջի անգամ այսքան կեղտոտ եղել է, երբ որ գնացել էի 2 տարի առաջ Palm Springs Coachella-ի ժամանակ, Coachella-ի գնացի ավելի ճիշտ, այնտեղ սենց կեղտոտ հələ իմ մեքենան չի եղել, բայց թե ինչ արած, հիմա այսօր որ հետ կամ արդեն կլվանանք ու տեսնենք հետո ինչ ա լինելու։ Մեր երկրորդ կանգառը մա ստեղ ավելի տաք է, անկեղծ ասած արդեն մի քիչ շոքեցի, բայց հասանք մեր երկրորդ կանգառը ու այս երկրորդ կանգառը ինչով է կարևոր, ուզում եմ ձեզ ցույց տամ այն տեղը, որը անունը ինձ հետաքրքիր էր, ուզում եմ դուք էլ տեսնեք, Pyology, հենց կոչվում է Pyology այդ տեղը, հաստատ ես համոզված եմ, ալիքս տեսել են, անունը հավանել են, վերցը դրել են, հիմա հետա, ինչ անենք, հետ իհարկե կատակ, բայց չգիտեմ, ես նշել եմ իմ ամենաառաջի վիդեոներում, ով տեսել է, ով կհիշի, ես նույնպես այդ անունը վերցել եմ, ինչ-որ մի էլի խանութ էր, որի անունը դուրս շատ եկավ, որի վերջը Ology-ով էր վերջանում ու ես որոշեցի, որ իմ ալիքի անունը կլինի Uberology։ Հիմա այստեղ ունենք Pyology, որտեղ պիցա են վաճառում։ Պիցերիա է։ Հենց որ Pyology-ի մոտ կանգնած հանգստանում ենք, որ շարժվենք առաջ։ Այս ճանապարհի ամենա ծանրացնող պահը էս է, որ խնդրեմ նայեք եք ամեն ինչ դատարկ է։ Դաշտեր, սենց անծայրածիր երկու կողմից այդ ամենաձանձրացուցիչը, թե չէ որ մի քիչ ասենք հետարքիր վայրերը ներտեղ լիներ, հացքից մտնեինք եւ այլն, շատ ավելի հետարքիր կլներ։ Իսկ այնց մի պա թեթև խցանումներ, բայց հիմա էսա տեսնում եք ճանապարհը բաց, գնում ենք նորմալ արագ մեր համար ուղղակի ուղիղ ճանապարհ ու ոչ աջ կողմից, ոչ ձախ կողմից ոչ մի հետարքիր գրավիչ ու ինչ-որ բան չկա։ Գնացինք։ Այ միջայլուս մոռացա ասեմ ժողովուրդ, ես ճիշտն ասած աղագի ժամանակ զբաղված եմ, չեմ հասցնում հետևել լուրերին, ինչ-որ նորություններ կամ չգիտեմ, տենց տարբեր բաների, կարող է սրա մասին արդեն հայտարարել են կամ ցույց է տվել ու կարող է արդեն բոլորը տեղյակ եք,
բայց երկու բան, որ ես կլինի արդեն մի ամիս է ուզում եմ ձեզ ասեմ, ուղղակի սենց չի ստացվում վիդեոների պահով, դրա համար չեմ ասում։ Առաջինը, ուրեմն հաճախ լինում եմ San Jose այդ հատվածում, լինում եմ Silicon Valley, լինում եմ մի խոսքով San Jose, San Francisco, Sacramento, այդ տարածքում շատ եմ լինում ու անցած օրը տեսել եմ, ուղղակի կամերան մոտս չէր, չկարողացա նկարեմ, տեսել եմ, որտեղ փորձարկում են այդ նույն ռոբոտ մեքենաները, բայց արդեն Prius-ների վրա։ Մի խոսքով, եթե փորձարկում են շուտով արդեն դա կլինի, նենց որ պատրաստվեք, համոզված եմ շուտով փողոցներում կտեսնենք արդեն սովորական մեքենաներ, բայց ռոբոտ տաքսի տարբերակով։ Կարող է եւ տաքսի էլ չի, չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ դրա համար են տեստանում։ Դրա հետ կապված մի շատ լավ նորություն, ուրեմն Անգլիայից Լոնդոնում է կարծեմ եղել, եթե չեմ սխալվում, Waymo-ն հակառակ մտել է միակողմանի թունել։ Մի խոսքով ու հիմա տեղի ուրեմն կառավարման այդ մարմինները հայտարարել են, որ իրենց քաղաքը առանց էլ ծանրաբեռնված է տարբեր տեսակի տաքսիներով, դե արդեն հայտնի լոնդոնյան տաքսիների մասին էլ գիտեք, կարծում եմ, եւ ասել են, որ մեզ այսպիսի անիմաստ տեխնոլոգիա պետք չի, հենց որ թե արգելել են, թե արդեն նոր են արգելելու, մի խոսքով այդ մասով եւ ուրիշ ինչ էի ուզում ձեզ ասեի, էլի մոռացա։ Լավ, ինչևից է, կհիշեմ, էլի հետ կմիանամ կասեմ։ Հիշեցի։ Երկրորդ բանը, որ ուզում էի ձեզ ասել, այդ կապվածա էլի այս rideshare եւ այլն ամեն ինչ, ամեն դեպս Uber-ը դա արդեն ներկայացել է, պրեզենտացիան արել է, հիմա ես չգիտեմ, տեսել եք բոլորը տեղյակ չեք, բայց ասեմ իմանաք, որ սկսում են մի նոր ծրագիր, որը որ դուք ձեր նույն տաքսին քշելու եք, բայց ասենք թե այդ հաճախորդը կարող է նաև մեքենա պատվիրելու հետ մեկտեղ պատվերի սնունդ կամ սուրճ կամ մի բան, ու դա դուք արդեն մեքենայի մեջ դրած պետք է մոտենաք, որ իրան վերցնեք։ Դա արդեն Uber-ը պրեզենտացիան արել է, անենց որ սպասեք շուտով դա եւս կլինի, ինչը որ իմ կարծիքով շատ վատ բան է լինելու, տեսնենք ինչ կլինի։ Դե մեր ճանապարհն էլ արդեն ժամուկես մնաց, ժամուկեսից հասնում եմ, հիմա վերջի կանգառը կանեմ, կհանգստանանք մի փոքր ու արդեն գնանք դեպի վերջնակետ։ Մեր վերջին կանգառը արեցինք, հիմա շարժվում եմ, արդեն մնացել է մեզ մոտավորապես 60 մայլի չափ, կներեք ես մեքենաս խոսում է, մնացել է մի 60 մայլի չափ, գնում ենք, հիմա արդեն հաջորդ կանգառը արդեն կլինի տեղում, ընդեղ որտեղ որ պետքա գնանք, էլ չեմ կանգնի, հենց որ գնացինք,
Վերջ, ժողովուրդ ջան, վերջ, գնում եմ հետ, գործս ավարտեցի, շատ իրականում գործը ինքիրանով շատ կարճ գործ է, ուղղակի այս ճանապարհն է, շատ երկար, շատ։ Բայց փառք Աստծո, ինչի համար որ եկել էի, ստացվեց։ Հիմա արդեն գնում եմ հետ։ Նենց որ ճանապարհը դե իհարկե նույն ճանապարհով եմ գնալու, եթե ինչ-որ ոչ մի արտառոց բան տեղի չունեցավ ճանապարհին ու հուսով եմ տեղի չի ունենա, հանգիստ ամփորձան կհասնենք տեղ։ Այսօրվա վիդեոն երևի այսքանով կավարտենք ու բայց ինչ էի ուզում ասեի։ Այսօրվա վիդեոն ես ամեն ինչ անելու եմ, որ հենց այսօր օրվա վերջ տեղադրեմ, դուք ըստ ամենայնի այսօր կամ վաղ առավոտյան վիդեոն կտեսնեք։ Այս վիդեոն ուղղակի համելն ես ոնց որ ասած իմ համար restart էր ալիքի հետ կապված, YouTube-ի հետ կապված, քանի որ երկար ժամանակ վիդեո չէի տեղադրել։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, վաղը նոր վիդեո է լինելու, գնալու եմ բայց մոտոյով եմ լինելու, հենց որ ովքեր մոտոյից զզվում են, կներեք վաղվա վիդեոն մոտոյով է լինելու, վաղը որոշել եմ գնամ Angeles Crest Highway, այնտեղ մի քիչ մոտո քշենք, մի քիչ լավ ժամանակ անցկացնենք, շատ հավես է այնտեղ քշելը, հենց որ այսօրվա համար այսքանը, վաղը սպասեք մոտոյի վիդեոին, լավ մնացեք, շնորհակալ եմ բոլորիցդ, որ ալիքի հետ էիք, մինչև վաղը, առայժմ։